Բոլոր են պնդումները, որ սա անվտանգության հարց է, կեղծիք են։ Բոլոր են պնդումները, որ դա իբրև խաղաղություն է բերում, կրկնակի սուտ է։ Ճանապարհի զիջման կետը հնարավորություն է տալի Ադրբեջանին խառնվել Հայաստանի ներքին գործերին։ Իրավիճակը մեղմ ասած աղետաբեր է եւ գործող քաղաքական ռեժիմը այդ աղետին գնում է հատուկ գիտակցված, մտածված, ցանկացած համաձայնություն որ նրան գալիս է, սա աղետ է Հայաստանի համար։ Ցանկացած փաստաթուղթ որ ստորագրում են, սա բերում է Հայաստանի ստորացման։ Եթե տալիս եք հարկու կարգավիճակ, սա արդեն ճանապարհ չի, սա արդեն միջազգի գաղափարախոսություն է։ Որտեղ իրանք բավականին սխալ մեղմ ասած, շատ մեղմ բառում հիմար քաղաքականություն վարեցին, որ փորձեցին հայկական համայնքին ուղղել ընդդեմ Թրամփի եւ իրանք իրենց տեր են մանգալ։ Հիմա իրանք իրենց տիրոջը տենում են առնձինս Էրդողանի եւ Անկարանի։ Իրենց համար Հայաստանի հայ ժողովրդի շահերը երկրորդական են։ Իրենց համար կարևոր եւ առաջնայինը իրենց աթոռներն։ Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, այսօր Պանորամա հարցազրույցների տաղավարում հյուրընկալել ենք միջազգային եկետ Հայաքվեի վարչության անդամ Արմեն Մանվելյանին։ Բարև ձեզ, պարոն Մանվելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու Ես շնորհակալ հրավերքի համար։ Եվ այսպես, երեք Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որ այսպես կոչված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ համագործակցության փաստաթուղթը համաձայնեցված է եւ ներկայում քննարկումներ են գնում դրանք ստորագրելու տեղի եւ ժամկետների մասին։ Նույն օրը նաև հայտարարություն տարածեց Ադրբեջանի արտգործնախարարությունը ըստ էության հաստատելով այդ փաստը։ Բայց արդեն այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նման փաստաթղթերը բոլոր հարցերի պատասխանը չեն տալի։ Ըստ էության բաց են մնում լուրջ անվտանգային հարցերը այս փաստաթղթում։ Ձեր կարծիքը փաստաթղթի վերաբերյալ։ Նայեք, պատասխանելով ձեր հարցերին, մի քանի շերտ ունեի։ Նախ համաձայնեցվածության մասին, իրականացի մեջ սա մեծ կեղծիք եւ սուտ է, որտեղ ոչ մի համաձայնեցվածություն չկա, կա զիջում հայկական կողմից։ Նրանք դրել են պայմանները, հայկական, այսպես կոչված հայկական իշխանությունները որոշակիորեն մի տարի տարան բերեցին, համաձայնել են բոլոր պայմաններին։ Այսինքն գնում է զիջման եւ կանոր կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման։ Հայտ է, չէ՞, կետերը, որոնք են դա ճանապարհի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումն է, ոնց ուզում ենք այն կոչենք, սահմանադրական փոփոխությունների իրականացումը Ադրբեջանի պահանջով եւ արդեն իրենք են խոսանում, որ դա Ադրբեջանի պահանջ է։ Եվ կան նաեւ հարակից եւս մի քանի պահանջներ, որոնք ուղղակիորեն չեն գրած, օրինակ նույն այդ եվրոպական դիտորդների հեռացումը Հայաստանից եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ փաստաթուղթը վերջերս մենք մինչեւ վերջ չենք տեսել, չէ՞։ Մենք գիտենք վերջին երկու կետերը ինչու՞մն են, որի շուրջ չկա ամրամը, բայց մենք մինչեւ չգիտենք 17 կետը ինչի մասին է։ Հետևաբար պարզ է, որ այն խնդիրները անվտանգային, որոնք մեզ հետաքրքրում են, դրանք լուծված չեն։ Ու այս փաստաթուղթը չի էլ պատրաստվում լուծել դա։ Այս փաստաթուղթը, եթե նույնիսկ հիմնվել է վերջին երկու փաստացիորեն երկու զիջումներին, ընդհանրապես Հայաստանի օկուպացիոն քաղաքականության առաջին կարևորագույն քայլերի մեկը է, Ադրբեջանի կողմից կարևորագույն։ Այսինքն այս մարդիկ պատրաստվում են Հայաստանը դարձնեն թուրք-ադրբեջանը կնես տանդեմի, sense ինչ որ վիլայեթներից մեկը կամ արևմտյան Ադրբեջան, ըստ ադրբեջանցիներից թուրքերի վիլայեթ, եւ այս փաստաթուղթը դրա մասին է։ Եկեք անկեղծ լինենք, էլ իրար պետք է իր անունով կոչել։ Եվ այս ճանապարհին իրանք կատարում են կարևոր քայլ։ Բոլոր են պնդումները, որ սա անվտանգության հարց է, կեղծիք են, չի լուծում եւ անվտանգության եւ ոչ միայն։ Բոլոր են պնդումները, որ դա իբրև խաղաղություն է բերում, կրկնակի սուտ է։ Սա ընդհանրապես պատերազմի նախորոք կնքված կապիտուլյացիոն փաստաթուղթ է, որով իրենց ուզում եմ սահատուկ շեշտել, ճանապարհի զիջման կետը հնարավորություն է տալի Ադրբեջանին խառնվել Հայաստանի ներքին գործերին։ Ասել է, որ դուք ըստ փաստաթղթի մեջ ճանապարհ եք տվել, այս ճանապարհն օրինակ տեղոնից ինչ որ պրովոկացիա իրենք կարող են կազմակերպել եւ հաջորդ օրը իրենք կարող են գալ եւ վերահսկել այդ ճանապարհը փաստացիորեն դե յուրե
իրավունք ունենալով իրենց պատկերացում ներխուժել Հայաստանի օրինական տարածք։ Սա է իրավիճակը, եթե կարճ փորձենք ներկայացնել։ Այսինքն իրավիճակը մեղմ ասած աղետաբեր է եւ գործող քաղաքական ռեժիմը այդ աղետին գնում է հատուկ գիտակցված, մտածված իր սեփական իշխանությունը պահելու որոշակիորեն երաշխիքներ երևի ստանալու դիմաց, որ ինքը հավանաբար ստանալու է Բաքվից եւ Անկարայից։ Ճիշտ է, իշխանությունները գլուխ են գովում, որ փաստաթղթում չկա այսպես կոչված մեղրիով անցնող ճանապարհի հարցը, բայց Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ ճանապարհը բացվելու է։ Պարզ, ըստ էության հասարակությանը տրամադրում են դրան։ Ըստ ձեզ, ինչ կարգավիճակով, եթե այսպես գնա, կբացվի, ու ինչ է դա նշանակում Հայաստանի համար։ Նայեք, եթե հաշվի առնենք այս իշխանությունը զավթած այս մարդկանց վերջին 7-8 տարվա քաղաքականություն, ապա ցանկացած համաձայնություն, որ նրան գալիս է, աղետ է Հայաստանի համար։ Ցանկացած փաստաթուղթ, որ ստորագրում են, սա բերում է Հայաստանի ստորացման եւ Հայաստանի նվաստացմանը։ Երրորդը Հայաստանի ինքնիշխանության կործանմանը կամ նվազմանը, այսինքն Հայաստանը դառնում է ինչ-որ ես երկու պետությունների մեջ ինչ-որ կիսասուվերեն տարածք։ Պարզը սա ոչ մի լավ բանի չի բերելու, որովհետև ինչ է նշանակում փաստաթղթով տրվող ճանապարհ։ Նույն ասենք թե Իրանի Իսլամական Հանրապետությունից ամեն օր մեղրիով ճանապարհը ասենց սահմանը հատում են իրանական մեքենաները, հասնում են մինչև Վրաստան եւ դրա համար ոչ մի հատուկ կարգավիճակ պետք չի նրանց։ Հանգիստ առանց Հայաստանի օրենքների եւ մաքսային համակարգի համաձայն իրենք այդ ճանապարհով անցնում են։ Նույն ձևով կարող է Ադրբեջանը անցնել։ Ճիշտ է, դրա համար ոչ մի խոչընդոտ չկա։ Հայաստանում չկա ոչ մի օրենսդրական խոչընդոտ, որ Ադրբեջանից եկող մեքենան չի կարող անցնել Հայաստանի տարածքով։ Հետևաբար ինչ ճանապարհի մասին է խոսում։ Եթե դուք փաստաթղթավորում եք ինչ որ ճանապարհի գաղափար, սա միայն խոսում է նրա մասին, որ դուք այդ ճանապարհին տալու եք հատուկ կարգավիճակ։ Եթե տալիս եք հատուկ կարգավիճակ, սա արդեն ճանապարհ չի, սա արդեն միջանցքի գաղափարախոսություն է, կամ ասած ասեմ, միջանցքի տրամաբանություն է։ Հետևաբար միջանցքի տրամաբանությունը սա Հայաստանի ինքնիշխանության նվազման առաջին գործընթացներից մեկն է։ Նույնիսկ չէ, որ Հայաստանը հիմա բարձր ինքնիշխանություն ունի, հասկանալ է, որ ինքը այդ բարձրության վրա չի, ինքը արդեն բավականին ցածր, բայց սա էլ ավելի ցածրացնելու եւ ստորացնելու ճանապարհներից մեկն է։ Ինչպես կգնահատեք փաստը, որ փաստաթղթում ըստ հրապարակումն էլ եւ ըստ էության էլ տեղ չի գտե հայ ռազմագերիների հարցը։ Գիտեք, պետք չի դրա վրա զարմանալ, որտեվ այս մարդկանց բացարձակ հետաքրքիր չեն հայ ռազմագերիները։ Մենք ունենք բազմաթիվ փաստեր, բազմաթիվ տարբեր մակարդակները, օրինակ մենք շփումներ ենք ունենում պարբերաբար ամերիկյան, Ռուսաստանում աշխատող մեր գործընկերների հետ, եւ իրենք մի բան են փաստում, որ այս հարցը, այսինքն պետական պաշտոնական հանդիպումների ժամանակ հայկական պետական պաշտոնյաները երբեք ռազմագերիների հարցը չեն դնում։ Ոչ Ռուսաստանի առաջ, ոչ Միացյալ Նահանգների առաջ, համոզվածություն է, ոչ Եվրամիության եւ ոչ մեկի առաջ։ Այսինքն չկա պաշտոնական պահանջ, որպես այս երկրները միջնորդեն ինչ որ ձևով եւ հայ ռազմագերիներին բացող, չկա տես պահանջ։ Սրա մասին այս փաստը մեզ հայտնի է, հետաբար ես կզարմանայի, եթե իրանք դնային տես բան, որովհետեւ գոնե կիմանայինք լավ ինչի դիմաց ենք զիջում կամ ինչ ենք անում, բայց բացարձակ է, սա միակողմանի զիջումների քաղաքական ուղի է։ Եվ չեք գտնում, որ դրա արդյունքն է արդեն, որ նույն օրը, երբ հայտարարվում էր, որ ստորագրվելու է երկու կողմից էլ համաձայնությունը, Բաքվից հնչում են հայտարարություններ, որ հայկական կողմը պետք է պատժի Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակիցներին։ Նայեք, մեզ փորձում են իլյուզիայի մեջ դնել, որ իբրև սրանք Ադրբեջանի պահանջն են, հիմա կստորագրենք, սա կվերջանա։ Սուտ են ասում, ուզում հատուկ սա շեշտել։ Բաքվի պահանջները այս փաստաթղթի նույնիսկ ստորագրումից հետո չեն սա էլ անդրադառնամ այս փաստաթուղթը չի ստորագրվի, ես դառնում համոզված եմ, բայց նույնիսկ այս զիջումներից հետո Բաքվի պահանջները միայն աճելու են։ Եվ այսպես կոչված իբրև պատերազմի հանցագործների են անվան տակ հանձնել հայաստանյան քաղաքական իշխանությանը նրանց, եւ իրենք շարունակաբար
պնդելու են հետագայում ադրբեջանցի ներգաղթը կազմակերպել Հայաստանի Հանրապետության տարած եւ այլն եւ այլն, այս պահանջները միմիայն ավելանալու են։ Երբեք չմտածեք, որ Ադրբեջանը եւ Թուրքիան թեկուզ մեկ պահ կանգառնեն իրենց պահանջներից հետ կնահանջեն։ Իրանք միմիայն ավելացնելու են։ Իսկ մենք ինչքան զիջող ենք, ինչքան այսօրվա գործող քաղաքական ռեժիմը իր պարագլխի հետ միասին, ինչքան շատ զիջի, այնքան շատ են ավելանալու Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները։ Սա է ճշմարտությունը։ Այս աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստան է հրավիրում թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամ ու կես հարցազրույց է տալիս, որի հիմնական շեշտը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է։ Ներկայիս այս խմորումների ու ուկրաինական հակամարտության ըստեյության հանգուցալուծման այս ֆոնին ինչպես կգնահատեք այս ժեստը Հայաստանի։ Նայեք, Հայաստանը իր արտաքին քաղաքականությունը բոլոր ուղղություններում ձախողել է։ Եկեք փաստենք։ Թե եվրոպական ուղղությամբ, ել չեմ ասում Ռուսաստանի հետ ընդհանրապես ոչնչացրել են այդ հարաբերությունները, բայց իրենք նաև ձախողել են Վաշինգտոնի հետ հարաբերությունները։ Թրամփի կառավարության հետ իրանք ադմինիստրացիայի հետ իրանք չունեն եւ ոչ մի հարաբերություն, որովհետեւ իրանք բավականին սխալ մեղմ ասած, շատ մեղմ բառ հիմար քաղաքականություն վարեցին, որ փորձեցին հայկական համայնքին ուղղել ընդդեմ Թրամփին, երբ որ նախընտրական գործընթացներն էր տեղի ունենում։ Եվ սա իհարկե Թրամփի կառավարությունը գիտե։ Բաքուն միանշանակ Թրամփ էր ու կանխատեսումները բոլոր Եկեք չմոռանանք, որ Թրամփի իշխանության գալուց 6 օր առաջ գնացին ինչ-որ խայտարակ փաստաթուղթ ստորագրեցին, որի անունը դրեցին իբրև ռազմավարական գործընկերության, որը ստեղել է մեր այսպես կոչված պալատական ծաղրածուների, որոնք իրենց քաղաքագետներ են կոչում հիացմունքներ առաջացրել, իրականում սենց վերջին մեղներ դագաղին, որ իրենք պետք է խփեին ու դա արեցին։ Պարզա Թրամփի վարչակազմը եկավ այդ ամենը չեղարկեց, իրանց նույնիսկ զարմանալ էր, որ կարելի է այդքան հիմար լինել, բայց դե մարդիկ ցույց տվեցին, որ իրանք ոչինչ առաջ չեն կանգնի եւ այդ թվում նաեւ հիմարության առաջ։ Ու այս վիճակը մենք ունենք։ Այսինքն ձախողել են ռուսական կողմի հետ հարաբերություն, ձախողել են Միացյալ Նահանգների հետ։ Այս պահին իրանք ոչ մի հարաբերություններ չունեն ռեալ Եվրամիության հետ, ձախողել են հարաբերություններ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, սա էլ շեշտենք։ Եվ իրանք իրենց տեր են ման գալ։ Հիմա իրանք իրենց տիրոջը տենում են առնձինս Էրդողանի եւ Անկարայի։ Եվ դրա համար պետական բյուջեի հաշվին սա էլ շեշտենք, էլի։ Թուրք լրագրողներին հրավիրում են Հայաստան, որոնց առաջ 1.5 ժամ հայտարարում են ու ամբողջ միտքը են, որ իրանք տեր են ման գալի Անկարայում, պատրաստ են նրա հովանուտակը անցնել, հրաժարվում են ցեղասպանությունից, սա էլ շեշտենք հատուկ։ Այսինքն երկիրը կործանման կամ երկրի ստորացման այս գործընթացը ինքը վերջ չունի, ցավոք սրտի, եւ այս մարդիկ Հայաստանի կործանման հեղինակներն են, նպատակ ունեն հնարավորինս Հայաստանի նշանակությունը ստորացնել, նվազեցնել եւ դրա տակ անցնել թուրքական վիլայեթի կարգավիճակի եւ իրենց արդեն նշանակեն Հայաստանով ղեկավար, ասենք թե Անկարայի որոշմամբ, Էրդողանի որոշմամբ կարող է Նիկոլը վաղը դառնա ինչ-որ երկրի ղեկավար։ Եկեք դա չբացառենք, էլի, այսինքն բոլոր այս սցենարները հնարավոր սցենարներ են։ Կարծես թե Ուկրաինայում իրավիճակը գնում է հանգուցալուծման, այդ դեպքում ըստ էության ավարտվում է այսպես կոչված ռուս-թուրքական մեղրամիսը, որը պայմանավորված էր ուկրաինական հակամարտությամբ, Ռուսաստանը ակնկալում էր լոյալություն Թուրքիայից եւ աստիճանաբար Ռուսաստանը վերադառնալու է իր բնական շահերին, իսկ իր բնական շահերը հարավային Կովկասում միանշանակ հակադրվում են Թուրքիային։ Այս դեպքում մեր իշխանությունների այս անհեռատես քաղաքականությունը Հայաստանը հիմա էլ տեղափոխել Թուրքիա-Ռուսաստան հակադրությունների դաշտ, ինչպես է գնահատում։ Նայեք, շատ լավ հարց տվեցիք իդեպ, որովհետև սա շատ կարևոր է։ Իդեպ նկատեմ, որ այդ այսպես կոչված ռուս-թուրքական մեղրամիսը ավարտվեց դեռ սիրիական հայտնի Ասադի անկումից հետո։ Պարզ դարձավ, որ Թուրքիան չի կարող Ռուսաստանի, ասենց ասեմ, դաշնակիցը լինել, ամեն գոնե լոյալ լինել Ռուսաստանին։ Սիրիայի վիճակը ավելի սրվեց, երբ որ մեր աչքի առաջ տեղի ունեցավ ալավիների ցեղասպանություն փաստացի կազմակերպած պրոթուրքիական ուժերի եւ իշխանության կողմից։ Եվ հասկանալի է, որ այս բանը, երբ որ Ռուսաստանի դիրքերը շատ ավելի են ուժեղացել,
պայմանավորված եւ առաջին հերթին պայմանավորված եւ այն ռազմական գործողությունները, որոնք ընթանում են Ուկրաինայի տարածքում եւ այն հաջողությունները, որ նա ունի։ Եվ նաեւ պայմանավորված այն փաստը, որ Թրամփը չի ցանկանում դառնալ այս պատերազմի հովանավորներից մեկը, որտեղ Միացյալ Նահանգները սա էլ նկատենք արդեն նախկին կայսրությունը չի, որը տիրապետում էր հիշում եք ժամանակին, ինքը տիրապետում էր համաշխարհային ներքին հնայի մոտավորապես 50%-ին։ Հիմա հնան ընդամենը կազմում է աշխարհի հնայի 18%, այսինքն սրանք տարբեր քաշային կարգ ունեցող պետություններ են։ Եվ հետեւաբար անընդհատ ֆինանսավորել, անընդհատ պատերազմների մեջ լինել, սա բավականին ահռելի ծախսեցնի Միացյալ Նահանգների համար, որը նաև ներքին ու արտաքին պարտքը իր հնայից 2 անգամ ավելի շատ է, այսինքն ինքը լրջագույն խնդիրների ֆինանսական, տնտեսական առաջ է կանգնել։ Հետաբար շարունակել այս քաղաքականությունը իրենք չեն կարող, ոչ թե չեն ուզում, սա էլ նկատենք։ Սա նոր իրավիճակ է ստեղծում, աշխարհակաղակական նոր իրավիճակ է, այսինքն միաբևեռ համակարգը այլևս չկա, ոչ թե քանդվում է կամ փոխվում է, այն արդեն փոխվել է։ Այսօր աշխարհը մի քանի մայրաքաղաքներ են տիրապետում եւ նրանց տիրապետությունը գնալով ուժեղանում։ Դա Պեկինն է, դա Վաշինգտոնն է եւ Մոսկվան։ Իդեպ նկատենք, որ երբ որ Թրամփ իշխանությունը մի փոքր հետ քաշվեց Եվրամիությունից, հասկացանք, որ Եվրոպան եւ Եվրամիությունը որպես աշխարհակաղակական կենտրոն որպես այսպեսին չկա։ Իրենք բավականին թույլ են եւ առանց Միացյալ Նահանգների ընդհանրապես ոչ մի բան չեն կարող անել։ Հետաբար Եվրամիությունը նոր-նոր սկսում է կենտրոնանալ իր խնդիրների վրա։ Այսինքն այս պայմաններում հասկանալի է, որ Հայաստանը, ասենք, մեղմ ասած անտեր է մնում, որովհետեւ ոչ մեկին պետք չէ։ Ու Հայաստանը փոխանակ նորից եմ կրկնում այս մայրաքաղաքների հետ իր հարաբերությունը ժամանակին ինքը փորձում էր օգտվել ռուս-ուկրաինական պատերազմից, որ իբրև Ռուսաստանը թույլանում է իրենց այսպես կոչված պալատական ծաղրածուները ամեն օր քաղաքագետ անվան տակ խոսում են Ռուսաստանը կործանվել է եւ ինքը շտապեց ստորագրել Պրահյան այդ խայտարակ փաստաթուղթը 2022 թվականի աշնանը, երբ որ ռուսական զորքերը նահանջում էին Ուկրաինայում։ Նրանք այսի պատական համընկնումներ չեն։ Եվ Պրահյան այս խայտարակությամբ ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի կազմ, որից հետո սկսեց այն աղետը, որ սկսվեց, այսինքն բլոկադան իշենք դրանից մի 2 ամիս հետո սկսվեց եւ ապա հայաթափումը եւ ցեղասպանությունը Արցախում։ Հիմա իրանք փորձում են խաղալ նաեւ այս հակասությունների վրա։ Ռուսաստանը գնալով ուժեղանալու է եւ վերադառնալու է իր ավանդական, որտեղ Հարավային Կովկասը իր համար կարևոր անվտանգային նշանակություն ունի։ Նույնիսկ որ ինքը շատ ազում Հարավային Կովկասում է, բայց քանի որ ինքը սահմանամերձ է Հյուսիսային Կովկասին, ինքը այստեղ խնդիրներ է տեսնում եւ նաեւ թուրքական ակտիվությունը, հիշենք, ես վերջերս Աբխազիայում իրանք փորձեցին ներքին հեղաշրջում անել եւ պրո-թուրքական ուժեր են բերել, ինչը նրանց չհաջողվեց, բայց Ռուսաստանը որոշակի ջանքերով միայն կարողացավ իր իշխանությունը, ասենք, պրո-ռուսական իշխանությունը պահպանել։ Այսինքն ռուսերը հասկանում են, որ այս իրենց ժամանակավոր թուլությունը եւ ուղղությունը դեպի Ուկրաինա բերել է նրան, որ թուրքական եւ պրո-թուրքական ուժերը ակտիվացել են Հարավային Կովկասում, որ ինչը իր համար անվտանգային կարևորագույն նշանակություն ունի։ Հասկանալի է, որ սա ինչ-որ փոփոխություններ իրենք տեսնում են եւ դրա անհրաժեշտությունը տեսնում են եւ շատ հնարավոր է գնան եւ շատ հնարավոր դա անեն հենց Միացյալ Նահանգների հետ համաձայնությամբ, որտեվ հանդուրժել Թուրքիայի շարունակական իշխանությունը ու ուժեղացում Հարավային Կովկասում իրենք չեն կարող։ Ու այս պայմաններում դուք տեսնում եք, որ Հայաստանում գործող քաղաքական վարչակազմը փաստորեն այս ռեժիմը սկսում է նույնպես վարել պրո-թուրքական իշխանություն, փորձելով Թուրքիայի հովանավորությունը ստանալ։ Սա նորից ոչ հեռատես, կարճատես եւ շատ վտանգավոր քաղաքականություն, որ նրանք վարում են, որը առաջին հերթին վտանգավոր է Հայաստանի պետության համար, հայ ժողովրդի համար, հայ մարդկանց համար։ Կարծես թե ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորումով մեծ դաշտ է բացվում փոխլրացող քաղաքականություն վարելու համար, իսկ մեր իշխանությունները նորից գնում են միակողմանի, միավեկտոր քաղաքականության։ Դուք պետք է հասկանաք մեր այսպես կոչված իշխանությունների տրամաբանությունը։ Իրանց համար Հայաստանի հայ ժողովրդի շահերը երկրորդական են։ Իրենց համար կարևոր եւ առաջնայինը իրենց աթոռներն են։ Այն աթոռները, որոնց վրա ենք զավթել են, նստել են եւ չեն ցանկանում հեռանալ։ Որտեղ իրանք շատ լավ հասկանում են պարզաբան, որ իրանք պետական հանցագործներ են։ Իրանք այսօր բանտերում չեն եւ չեն դատում, որովհետեւ իշխանությունը իրենց ձեռում է։ Սա եթե Հայաստանը պետական համակարգ գոյություն ունենար, անկախ նրանից կունենան իրանք իշխանություն թե չէ, իրանք վաղուց պետք է ձերբակալված լինեն եւ դատվեին պետական դավաճանության եւ հայրենիքը վաճառելու համար։
բայց քանի որ այդպիսի համակարգ չկա, ցավոք սրտի, իրենք ամեն գնով փորձում են իշխանությունը պահել եւ դրա համար իրենք ոչինչ առաջ չեն կանգնի։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է Հայաստանի համար, բայց սա փաստ է։ Իսկ իրենք շարժվում են այդ տրամաբանությամբ, ոչ թե Հայաստանի շահերի, այլ սեփական աթոռները պահելու, սեփական քաղաքական կլանը պահելու գաղափարախոսությամբ։ Ակնհայտ է, որ Հայաստանի հիմնական խնդիրները մեծամասամբ պայմանավորված է գործող իշխանությունների քաղաքականությամբ։ Դուք ձեր խոսքում կանխատեսեցիք, որ չի ստորագրվի փաստաթուղթը, բայց օրինակ երեկ Բաքվի առաջնորդ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի հետ բոլոր համաձայնությունները պետք է ամրագրվեն թղթին, այսինքն կարելի է կանխատեսել, որ գնում է ստորագրման։ Հնարավոր համարում եք ստորագրել զուտ նրա համար, որպեսզի պրո-թուրքական, պրո-ադրբեջանական իշխանության համար 26 թվականի ընտրություններին հաղթաթուղթ տան իրենց ձեռքում։ Գիտեք, սա շատ հնարավոր սցենարներից մեկն է, որ նրանք փորձեն այդ այսպես կոչված այդ կապիտուլյացիոն փաստաթուղթը ժողովրդի վրա ծախեն, որպեսզի իբրև խաղաղության պայմանագիր։ Բայց Ադրբեջանը եկեք հիշենք, հստակ պահանջ է դրել սահմանադրական փոփոխության։ Ու այդ պահանջից հենց նույն ինքը Ալիև ասեց, երբեք իրենք չեն հրաժարվի։ Ու դա իրենք հիմա պնդում են, որ ամրագրված է, մենք եկեք ցայլ նշենք, ոչ ոք չի տեսել այդ փաստաթուղթը, էլի, այդ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Եթե դա ամրագրված, ապա իրենք ոնց են անելու այդ սահմանադրական փոփոխությունները։ Դա հնարավոր է անել միայն օրինական ճանապարհով, ինչը նշանակում է հանրաքվեի կազմակերպում։ Իսկ հանրաքվեի ցանկացած կազմակերպում կարող է վերջանել իրենց համար աղետով գործող քաղաքական ռեժիմի, որտեղ ժողովուրդը ուղղակի կամ չի գնա այդ ընտրություններին, այդ հանրաքվեին, կամ եթե գնա հանրաքվեին, ապա դեմքը քվեարկի այդ հայտարարած փաստաթղթին։ Հետևաբար ես նորից եմ կրկնում, ես կարծում եմ, որ մինչև այդ սահմանադրական փոփոխությունները չլինեն, Ադրբեջանը չի գնա վերջնական պայմանագիր ստորագրել։ Չեմ բացառում, որ կարող է տեղ ունենալ նախաստորագրում, նախա տենց մի փաստաթուղթ ստորագրվի, բայց դա վերջնական փաստաթուղթ չի լինի։ Մանավանդ որ այսօր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ փաստաթղթում դրված են մեխանիզմներ հետագա խնդիրների լուծման վերաբերյալ, այսինքն այնտեղ կարող է լինել մեխանիզմ, օրինակ առաջիկայում սահմանադրությունը ընդունելու վերաբերյալ։ Համապետական ընտրություններից հետո օրինակ տարբերակ է։ Ամեն ինչ կարող է դրված լինել, բայց նորից եմ կրկնում, ոչ ոք չի կարող երաշխիք տալ, որ հենց կհաջողվի սահմանադրությունը փոխել։ Որտեղ սահմանությունը, եթե օրինական ճանապարհով են գնում, եթե չեն գնում իշխանազավթման ճանապարհով, ապա դա հանրաքվեն է։ Հանրաքվեն օրինական է ճանաչում, եթե նվազագույնը 25% բնակչության մասնակցում է, ի տարբերություն, ասենք թե ընտրությունները, որտեղ չկա այդպես կոշտ պայմաններ, ապա հանրաքվեի ժամանակ կա պայման, որ բնակչության նվազագույնը պիտի 25% մասնակցի, որ լինի այն օրինական 1, եւ այդ 25%-ի ամբողջ ովքեր մասնակցել պետք է կողմ քվեարկեն։ Եգուս մի հոգի դեմ քվեարկի այդ 25%-ից այդ փաստաթուղթը չի ճանաչվի վավեր։ Այսինքն պահանջները հանրաքվեի դեպքում հատկապես սահմանադրական փոփոխությունը ինքը բավականին կոշտ է։ Եվ հետեւաբար այդ պայմաններում ես համոզված եմ, իսկ 25%-ը խոսքը գնում է մոտավորապես 600,000 մարդու մասին, որ իրանք չեն կարող գտնել 600,000 մարդու, որ կգնա եւ կողմ կքվեարկի բոլորով այդ փաստաթղթը։ Հետեւաբար գնալ հանրաքվեի իրենց համար սա անիրագործելի, ասենց ասեմ, նպատակ է։ Շնորհակալություն, պարոն Մանվելյան, Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մեր հյուրն էր միջազգայնագետ Հայաքվեի վարչության անդամ Արմեն Մանվելյանը, շնորհակալություն մեզ ունկնդրելու համար, կհանդիպենք առաջիկա եթերներում, ցտեսություն։